Բարի լույս, ժողովուրդ ջան, մի հատ էս իդիոտին լսեք։ Իրան հայ է համարում։ Մի հատ ասեք էս նշանների մեջ տարբերություն տեսնում եք, սա մեծ թուրանի նշանն է։ Ոսա մեր նոր բանն է, ավելացրած նշանը։ Ինձ կարաք մի հատ բացատրեք, տարբերություն տեսնում եք Նիկոլ Փաշինյանի սատարող մարդկանց վերաբերվում։ Հարցիդ պատասխանում է Մերի Տոմոյանը, անմեղսունակ։ Ինչի անմեղսունակ, որտեղ մենակ կտացրածը կարա sense բաներ անի, էլի։ Ինք շիզոֆրենիկը, կոմոդ շիզոֆրենիա է, ապեր։ Ես գիտեի լուրջ տղա ես, չէ, ակազացի հիվանդ ես։ Որտեղ ես գտնում եմ մենակ հիվանդը կարա sense բաներ անի, էլի։ Ասենք դու մեր հին եկեղեցիների վրա չես տեսել ձնակը, հը՞։ Բայց մի հատ գուլու արա, ապեր։ Մի հատ AI-ին դիմի, կարող է ղեղդ մի քիչ ուղի։ Սրանն է, այո, դուք թուրքի սիրահար չեք։ Ես ինչ եք բռնես սաղ, ինչ կա, թրքացնում եք։ Մեզ էլ ասում են տանում եք թրքացման։ Հիմա մենք ենք տանում թրքացման, թե դուք։ Ինչ տեսնում եք, թուրք եք տեսնում, շիզոֆրենիկներ։ Կամ էս մեկը, էսի вообще տվիր անցար։ Արցախը երբեք չի եղել հայկական։ Ասողները ուշադիր լսեք։ Չես պատկերացնի ինչ ուշադիր եմ լսում։ Ամբողջ Արցախից չեմ խոսա, կխոսա միայն Գանձասարից, Հայաստանի Հանրապետության ամենահայտնի եկեղեցին։ 1238 թվականին է կառուցվել։ Երբ դեռ Երևանն էլ չի եղել, եթե չեմ սխալվում։ Չէ լուրջ։ Դրա համար եկեք մի հատ մտածենք խոսալուց առաջ, չէ՞։ Ճիշտ է, ակնոցները տողի, որ հանգարց արևը չանցնի, էլի, տան մեջ։ Մեկ էլ տեսար աշկը թանեց, կամ ղեղը թափեց։ 1200, ես ինչ-որ թվականին Գանձասար։ Կարծեմ Երևանն էլ չէր եղել։ Դու լրիվ խփո ես։ Ոյ սրան լսող կա։ Որը սար է։ Տղա ջան, իսկի եկեղեցիները գոյություն չեն ունեցել, երբ որ Երևանը գոյություն ունեցել։ Իսկի քրիստոնեությունը գոյություն չի ունեցել, երբ որ Երևանը գոյություն ա ունեցել։ Լավ, քո նման անգրագետին ով ա գտել։ Չլինի էսի։ Թես։ Որը սար է։ Բայց ես մեկը տվիր անցար։ Մերի Տոմոյան եւ բոլոր այն բլոգերները, ովքեր կտեսնեն այս ցանցը, ես Մերիին եմ ասում, բայց Մերի ջան, դու խելացի աղջիկ ես։ Խելացի մարդ ես, ինչքան որ ասացրեցի քեզ տեսնեմ։ Ռեկերումս բերում, նայում եմ։ Առաջ ֆոլոուի հետևում եմ հիմա։ Միացի Հայաստան դաշինքին, Մերի ջան։ Դու ինքդ էլ հասկանում ես, որ մի տեսակ ոնց որ քո տեղը չլինի, որովհետեւ Ապերիկ, կապի գործերիդ, իսեր աստծո, մի էլի, մի բզբզա, նավայ, կապի գործերիդ, ու սրա նման հոգնածներին լսող կա, ողբամ ձեր վրա, ու սրա նմանը խոսում է Նիկոլ Փաշինյանի գաղտնիքների մասին, բացահայտում է, ու սրա նմանը ասում է 300,000 ադրբեջանցի ա գալի, չեն ռոստվինիկները տեն ազիս, կամ ես ում հետ որ նկարվել ես, իրանց ռոստվինիկներն են, են ռիժիկին էլ մի հատ հարցրա իրա բարեկամները որտեղ են ապրում, չլինի Թուրքիայում, հարցա ծագում էլի ռիտարիչսկի հարցա, թուրքիցը տենց ցրթած, թուրքիցը տենց ցրում ես տակատ, այ, արա մեղք եք դուք, մեղք, իսկ ինչ հասնում է բլոգերները, ովքեր անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, տղա ջան, ալո գարաժ, դու ես անցնում ես կոմենքում, չգիտես մի որով որտեղ նստես Մերի Տոմոյանի սկզբանե եղել է հեղափոխության աջակից, մինչ օրս էլ մնացել է հեղափոխության աջակից, հասկացար, ու եթե Նիկոլ Փաշինյանը հանգարց վարվի, քո հետ շիզոֆրենիկի նման են շռանի, Մերի Տոմոյանը այդ ժամանակ իրան կլքի, հասկացար, իսկ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իմ դրոշը, իմ ինքնությունը, ինչքան էլ որն է ճղեք դրանից, քանի որ նա պաշտպանում է իմ դրոշը, իմ պետականությունը, ես լինելու եմ իր կողքը Իսկ այդ մարդասպանը, ով մի զանգով կարար պատերազմը կանգնացներ ու չկանգնացրեց, այգնա մի հատ իրան հարց դուր, լավ է իր անզգում, երբ որ եռաբլուրն ա տեսնում, որը արեց իշխանության գալու համար։ Մի քիչ ուղեղդ աշխատացրու էլի, դրանից չես նիհարի, էդի հաստատ։